Մենք վերադարձանք սիրելի ընկերներ ու հիմա էլ մենք շարունակելու ենք խոսել այս կարևոր թեմայի շուրջ։ Մենք մեր առավոտ լուսոյի տաղավար ենք հրավիրել Արթուր Ավետիսյանին, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալին։ Բարի լույս։ Բարի պարոն Ավետիսյան, այսօր քաղաքացիների դեմ պայքարի միջազգային օրն է եւ հետաքրքիր է այդ պայքարի մեջ նման օրերը որքանով են կարևոր եւ արդյոք այդ ընդհանուր համընդհանուր պայքարի մի մասն են այս նախաձեռնությունները։ Իհարկե, սկսենք նրանից, որ օրը, այսինքն չի նշանակում միայն այդ օրն են պայքարում, հա, պարզապես օրը խորհրդանշում է բոլորի, անխտիր բոլորի պատասխանատվությունը այդ պայքարի նկատմամբ։ Այսինքն դա եւս մեկ անգամ ու դրանով հիշեցնում ենք, որ խնդիրը բժիշկ, մեկ բժիշկ, մեկ պացիենտի մասին չէ, որոնք հիվանդասենյակում իրար հանդիպում են, դա արդեն այդ պայքարի վերջին կետն է, այդ պայքարը պետք է սկսել դա շատ խորքից, որովհետև ինքը ունի մեծ սոցիալական նշանակություն, նրան պետք է մասնակցեն, չգիտեմ, լրագրողները, պետական բոլոր այրերը, սա համարյա թե կարելի ասել անվտանգային խնդիր է, որովհետև հիմնական հիվանդություններից է, որը որ կյանքի վերջում հանդիպում է կարա հանդիպի մարդկանց, պես սիրտանոթայինից հետո իր հաճախությամբ հիշեցնում ենք այդ օրով, որ պայքարում ենք բոլորս, պետք է ել ավելի լավ պայքարենք ու սկսենք հենց մեզանից։ Ասում ենք պայքարում ենք։ Մի փոքր եկեք բացենք փակագծերը, ինչ է նշանակում պայքարում ենք։ Օրինակ ես լավ եմ պայքարում, ես չեմ ծխում։ Այ սրա մասին եկեք հիմա։ Իսկ ինչ որ մեկը շատ է ծխում, հետո գալիս է ինձ մոտ, ասում է ես 30 տարի ծխել եմ, անգամ մեջը բան ենք տեսնում, ինչ որ հպարտության նոտա ենք տեսնում երբեմն, հա, դե հիմա ինձ բուժեք, հա, եւ այդտեղ այդ բոլորի սմուցված հարկերով, հա, հավաքվում ենք բոլորս իրար հետ ու փորձում ենք մի մարդու տեղերով բուժել, ես հիմա չեմ մեղադրում բնականաբար, բայց սիտուացիան այլ կողքից եմ նկարագրում, ավելի պարզ դառնա։ Բոլորս իրար հետ հավաքվում ենք, մեծ գումարներ ենք ծախսում, մեծ ջանք ենք հեռանում, իր ամբողջ ընտանիքը, որ իրան փորձենք բուժենք ու շատ հաճախ հենց ինքն է իր բերել այդ կետին։ Բայց կարող է նաև հակառակը չէ լինել, օրինակ մարդը ամբողջությամբ առողջ կյանք է ապրում եւ ունի առողջ ապրելակերպ, բայց եւս միանշանակ այդպես էլ է լինում, որովհետեւ եթե մենք անգամ բոլոր տեսակի բոլոր այսօրվա գիտությանը հայտնի բոլոր տեսակի ռիսկի գործոնները հանենք, միևնույն է ռիսկը չենք նվազեցնի տարբեր օրգանների համար տարբեր չափի, քան 50%, հա, կարող այդքանին էլ չհասնենք, բայց գոնե այդ հնարավորությունը մենք ունենք։ Իսկ մնացածի պատասխանատուն կարա լինի պարզապես, չգիտեմ, գենետիկ մուտացիաները, բնությունը, միջավայրը, ամեն ինչ կարող է իր նշանակությունը։ Գիտեք, եթե թույլ տաք մի հայտնի կենսաբան անթրոպոլոգ կա, Դրաբուշևսկին, ինքը մի անգամ շատ հետաքրքիր, հաճախ լսում եմ նրա ելույթները, հետաքրքիր բան ասեց, որ բնության համար մենք բոլորս շրանք ենք, հա, ինքը իր կանոններով ապրում, բնությունը, եւ բոլորս լավ իմունիտետ ունենք մինչեւ ինչ որ մի տարի, հա, տարիք, չեմ 25 տարեկան տղան հաստատ 75 տարեկան տարեցից ավելի լավ իմունիտետ ունի, հա, եւ ինչ է ստացվում բնության համար ցանկացած տեսակ կլինի կենթանի, մարդ եւ այլն հետաքրքիր է մինչեւ որ ինքը դեռ երեխա ունենալու հնարավորություն ունի։ Դրա համար ասում չէ 40-ից հետո արթնանում ես ոչ մի տեղը չի ցավում, ուրեմն չկաս, հա։ Այսինքն ինչ որ մի հատ տարիք, երբ որ մարդու մոտ այդ ունակությունները սկսում է արդեն ընկնել, կարծես թե բնությունը ձեռքը իր վրայից վերցնում է, սկսում է ընկնել իմունիտետը, դու ծերանում ես, այդտեղ ցավում է, մյուսը մաշվում է եւ այդ վերականգնման process-ները, որոնք երիտասարդ տարիքում են լինում, շատ ավելի վատ են ընթանում, հա, ինքը ձեռքը վրայից վերցնում է։ Ու պատկերացրեք այդքանի այդ մեկտեղ, երբ որ ինքը ձեռքը վերցրել է, մենք էլ մեծ հավեսով փչացնում ենք մեր օրգանիզմը, հա, խմում ենք, ծխում ենք, չաղանում ենք, չենք վազում, այսինքն արդեն բան ապահովագրությունից դուրս ես եկել բնության, բայց դու շարունակում ես քեզ փչացնել, հա։ Ուզում եմ դրանով պարզապես կողքից նայենք խնդրին, էլի։ Պարոն Ավետիսյան, որոնք են Հայաստանում ամենատարածված քաղցկեղային հիվանդությունները։ Տեսեք, Հայաստանը այդ առումով շատ համարյա չի տարբերվում ամբողջ աշխարհից, որոնք որ կրծքագեղձը կանաչ շրջանում է ամենից շատ տարածված, թոքի քաղցկեղը տղամարդկանց շրջանում է ամենից շատ տարածված,
Այստեղ հա օրինակ տարածվածն էլ հիմա փոփոխվում է օրինակ եթե նայենք կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության թռիչքը Հայաստանում նայենք որ վերջին 5 տարվա մեջ միգուցե 50%-ից ավել կթվա թե հիվանդացությունը աճել է սակայն դա խնդիրը այդպես չի այստեղ աճել է նաև հայտնաբերելիությունը այսինքն մենք այդ կանանց ում հայտնաբերել ենք այս ակտիվ գործողության շնորհիվ, հա, նկս կլինիկների շնորհիվ, մենք այդ քաղցկեղը կամ իրանք արդեն հայտնաբերեին ոչ թե այս տարիների ընթացքում, այլ եւս մի քանի տարի ուշ, բայց արդեն ավելի ուշ փուլում։ Այսինքն դիագնոստիկայի զարգացման հետ միասին, իհարկե քաղցկեղի հիվանդացությունն էլ աճում ամբողջ աշխարհում, բայց դիագնոստիկայի զարգացման հետ միասին նրանց հայտնաբերելիությունն էլ է արագանում, որոշակի տպավորություն է թողնում, թե այդ հիվանդացության աճը շատ ավելի սրընթաց է։ Բայց ամեն դեպքում այդ աճը կա, թե ոչ, վիճակագրորեն այո, Հայաստանում, ամբողջ աշխարհում, բայց միևնույն ժամանակ օրինակ Ավստրալիան հայտարարել է, որ 2030 թվականին նա պատրաստվում է հայտարարել, որ իրենք ազատվել են արգանդի վզիկի քաղցկեղից։ Այսինքն մեծ աշխատանք են տարել տասնամյակներով, պատվաստումներ, չեկապներ, այսինքն ուսուցողական ինչ-որ դասախոսություններ կանանց շրջանում եւ այլն, եւ նրանք պատրաստվում են արդեն 30 թվականին այդ հայտարարությունը անել։ Քաղցկեղի օրերը սովորաբար ունենում են թեմաներ կամ կարգախոսներ եւ 25-ից 27 թվականի կարգախոս քաղցկեղի օրվա յուրահատկությամբ միավորված է, այսպես United by Unique։ Արդյոք սա նշանակում է, որ քաղցկեղի յուրաքանչյուր պատմություն յուրահատուկ է։ Թե կա ինչ-որ ալգորիթմ, որը բոլորի դեպքում գործում է։ Գիտեք, երկուսն էլ կա։ Ինչքան էլ որ տարօրինակ թվա, երկուսն էլ կա ալգորիթմ, որ բոլորի դեպքում գործում է, բայց հիմա բժշկությունը շատ արագ գնում է այն ուղղությամբ, այսպես ասած, պերսոնալիզիրованная մեդիցինա, երբ որ թիրախային դեղը գտնում են կոնկրետ պացիենտի, որովհետև ուռուցքի աճման այդ մուտացիաների հետևից արդեն գիտությունը կարողանում է գնալ եւ առանձնահատուկ ոչ թե միայն ուռուցքի, այլ առանձնահատուկ կոնկրետ օրգանիզմի ուռուցքի աճման յուրահատկությունները իմանալով բնականաբար ավելի պարզ է դառնում, թե որ դեղամիջոցը իրան կարող է օգնել։ Ուռուցքաբանության ոլորտը, պարոն Ավետիսյան, ինչպես է հիմա զարգանում Հայաստանում։ Շատ հաճախ են այս հարցը տալի, մենք փորձում ենք մեզ դրսևորենք ոչ միայն որպես դիտորդ։ Հաճախ նույն ձև են պատասխանում հարցին, բայց եկեք լինենք անկեղծ, մենք չենք կարող գեներացնել այնպիսի գիտություն, որ հնարենք հակաուռուցքային մոլեկուլ, հա, որը այսօր ամենահարուստ երկրներն են կարողանում տեխնոլոգիաների շնորհիվ իրենց թույլ տալ, բայց շատ ակտիվ այդ ամեն ինչը դառնում է հասանելի նաև մեզ, հա, առաջերտին իհարկե ինֆորմացիայի առումով, երկրորդ հերթին աստիճանաբար շատ դեղեր ավելի հասանելի են դառնում, անգամ մեր երկրների համար։ Եվ երևի թե այս հարցում նաև շատ կարևոր է փորձի փոխանակումը եւ անդադար կոնգրեսների, սեմինարների եւ այդ ամենատարբեր նախաձեռնություններին մասնակցելը եւ այս առիթով 2021 թվականից է ազգային կենտրոնը Հայաստանում կազմակերպում ամենամյա միջոցառում ծիլերուսայտողներ, որը կոչվում է հայկական ուռուցքաբանական կոնգրես։ Այս տարի եւս լինելու է։ Իհարկե, այս տարի մեր 6-րդ ամենամյա կոնգրեսի 6-րդն է լինելու եւ նույնպես էլի շատ մեծ մասշտաբով ենք մոտեցել, բազմակի հյուրեր ունենք տարբեր երկրներից, նրանցից ոմանց մասին կասեմ, կոնգրեսի ընդհանրապես իմաստը, բժշկական կոնգրեսների եւ ասեմ, որ մեր կոնգրեսը Հայաստանում խոշորներից է բժշկության ասպարեզում, ամեն տարի ունենում ենք 500-ից ավել պատվիրակ եւ 100-ից ավել զեկույցներ, հա։ Այս տարվա մեր հյուրերից են, մենք կարծես առիթներով շատ եմ ասել, Հայդելբերգի, Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի գործընկերն ենք, հա, մենք ուշագիր ենք միասին ստորագրել, այնտեղից մի մեծ թիմ է գալի 10 հոգանոց, ունենք թիմ Շվեդիայից 3 մասնագետ ճառագայթային թերապիայի շարունակական կրթության սեմինարներ ենք ուզում կազմակերպենք Հայաստանում, այսինքն այդ ոլորտը զարգացնենք ոչ միայն գերթանկարժեք սարքեր գնելով, այլ նաև կադրերի պատրաստումով, որը շատ ավելի սուղ է, հատկապես ոչ թե բժիշկների, այլ օրինակ բժշկական ֆիզիկների առումով եւ այլն։ Ունենալու ենք live surgery, այսինքն դա
3 վիրահատություն միաժամանակ տարբեր վիրասարաններում իրականացնելու են մեր հյուրերը արտերկրից եւ այդ վիրահատությունները կարողանալու ենք ցուցադրել հյուրանոցում, այսինքն այդ հոլում, որտեղ որ անելու ենք կոնֆերանսը, այդ տրանսլյացիան հասնելու այնտեղ եւ հնարավորություն ենք ունենալու լսել նրան եւ հարցեր տալ վիրահատության ժամանակ, այսինքն ամբողջովին ուսուցողական բազմաշերտ միջոցառում է իրենց ներկայացնում, որտեղ ընդհանրապես այսպես է փորձը վերածվում է գիտելիքի, իսկ այդ գիտելիքը հակառակը վերածվում է փորձի այն մարդկանց, ովքեր դա ունկնդրում են։ Դու ասա։ Մեկ բանաձև կա քաղցկեղից խուսափելու։ Եթե փորձենք թողնել որևէ հաղորդագրություն մեր ռուսայտողներին այս զրույցից։ Եկեք գնանք միֆ թե իրականության բաժնին։ Եկեք թողնենք իր հաղորդագրությունը այսպեսին, որ դա ճակատագիր չէ, շատերին թվում է թե իրանք ինչ-որ բան են գործել իրանք կյանքում դրա համար են հիվանդացել կամ իրարազատ է եւ այլն, իրանք պատժվել են դրանով, ոչ, դա ճակատագիր չէ, սա ընդհանրապես փորձություն է եւ պայքար։ Եվ այդ պայքարի մեջ բժիշկները այսօր շատ ավելի հաջողակ են եւ ավելի լավ են օգնում, հա, եւ ավելի լավ են օգնում պացիենտին այդ ճանապարհի մեջ, պարզապես պետք է հավաքվել եւ պայքարել։ Իսկ իմ անձնական համոզմունքով, չգիտեմ, երբ կտեսնենք, բայց քաղցկեղը լինելու է կառավարելի հիվանդություն, ինչի եմ ասում դա, որովհետև տեսնում եմ գիտության զարգացման տեմպերը, հա, ներելները կառավարելի հիվանդություն, ասենք, ինչպես ինչ որ չափ հասարակության կողմից այդպես ընկալվող շաքարային դիաբետ, հա, դու ինսուլին օգտագործում ես, տասնամյակ շարունակ ապրում ես իր փոքր շատ թե քիչ խնդիրներով, այսինքն իմ անձնական համոզմամբ մենք գնում ենք դեպի եւ թող լինի այդպես իսկապես, բայց մինչև այդպես կլինի, շատ կարևոր է իրազեկվելը եւ ամենակարևորը հետազոտվելը եւ վաղ ախտորոշելը ու եթե հնարավոր է նաեւ կանխարգելելը այս հիվանդության հետագա զարգացումը։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ հետ ցեցիք օրը, իսկ մենք եթերը շարունակում ենք երաժշտությամբ։